Վերջապես Գլենդելի Ալեքս թատրոնում մեծ անակնկալ ամերիկահայության համար Առավոտ կենենք սարը կկանչի զուրմի խաղը Չկան է օր, որ սիրտը իմ քեզ մորանա Թույլ դուր քեզ սիրեմ Կարչի մի տաչիմ հեռացնի քեզ կոյարեմ է Եվս մեկ համերգ դեկտեմբերի 20-ին ժամը 19-ին Տոմսերի համար այցելեք Ticket կայք կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով Վերադարձանք գովազդից եւ մեր տաղավարում է արդեն մեր հաջորդ հյուրը։ Լրագրող, կինովավերագրող Գեորգի Ասատրյանի հետ պարզելու ենք, թե դեպի ուր են տանում հայկական հետքի որոնումներն աշխարհում։ Վավերագրումների նոր շարք է նախապատրաստվում։ Դեպի ուր եւ ինչպիսի ակնկալիքով կհասկանանք հենց հիմա։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչ նախագիծ է սա, որտեղից է ծնվել գաղափարը։ Շատ շնորհակալ եմ սկզբնական, որ հյուր հրավիրեցիք, որ մեկ անգամ եւս լայն հասարակությունը իրազեկ եղավ մեր նախագծերի մասին։ Ուրեմն մի փոքր սկսեմ սկզբից։ Ի սկզբանե եղել է աշխարհը ոտքի տակ նախագիծը դոկումենտալ բազմաժանր, բազմապրոֆիլ դոկումենտալ շարք է եղել։ Ընթացքում մենք որ ճամփորդում ենք տարբեր երկրներ, տարբեր քաղաքներով լինելով, մենք հասկանում ենք եւ տեսնում ենք, որ բավականին շատ ու բազմաթիվ էին հայկական հետքերը տվյալ քաղաքում։ Ու ամեն անգամ որոշակի անդրադարձ կատարում ենք մենք տվյալ հայկական հետքի մասով, բայց ամեն անգամ հասկանում ենք, որ դա բավարար չէ ու այդ ծավալները ավելի են շատանում, ավելի են ուղղությունները, հետքերը ավելի են լայնանում եւ որոշում կայացրեցինք, որ առանձին նախագիծ, առանձին դոկումենտալ շարք անենք, որը կոչվում է հայկական հետքը ամբողջ աշխարհում։ Ինքը այդպես առանձնացավ եւ դարձավ առանձին նախագիծ, որը միայն ներկայացվում է հայկական հետքը, իհարկե չբացառելով տվյալ տարածաշրջանի տվյալ առանձնահատկությունները, որ ընդհանուր ավելի մանրամասն ավելի խորքային ներկայացնենք կոնկրետ մարդուն, կոնկրետ երևույթը, ինչի մասին խոսում ենք, ինչը ներկայացնում ենք։ Բացի խորքային ներկայացնելուց կան այլ տարբերություններ այս նախագծի ու նախորդ նախագծի միջև։ Նայեք, ուղղակի այս նախագիծը կոնկրետ շեշտը դրել է հայկական հետքի մասին։ Այն նախագիծը աշխարհը ոտքի տակ նախագիծը ավելի բազմապրոֆիլ էր, չէր կենտրոնանում միայն հայերի եւ հայկական հետքի մասով։ Դա դոկումենտալ ֆիլմաշար էր, բազմաժանր։ Ամեն ուղղությունները սկսած արվեստից, ճարտարապետություն, կինոարտադրություն, ցանկացած ուղղություններ աշխարհով մեկ ներկայացնում ենք։ Իսկ սա ավելի կենտրոնացված է հայերի հայկական հետքի մասով։ Իսկ ձեր դիտարկմամբ աշխարհում որտեղ է ամենաթաքնված հայկական հետքը։ Ես կարծում եմ դեռ չենք բացահայտել, իհարկե, այսպես ասեմ, եվրոպական հատվածը շատ հարուստ է, այդ ժառանգությամբ շատ հարուստ է, հիմա նախապատրաստում ենք, իհարկե այցեր կատարել ենք Ֆրանսիա, բայց հիմա ծավալուն մեծ ուղղություն ենք վերցնելու, երկարաժամկետ Ֆրանսիայում նկարահանումներ կատարեն, կարծում եմ բավականին շատ ինֆորմացիա, բավականին շատ նյութեր կան, որ կհետաքրքրի բոլորին։ Իսկ այս նախապատրաստական փուլում ինչ արդեն շատ ուշագրավ նյութերի եք հանդիպել, պատմությունների եք հանդիպել, որոնք դեռևս բացահայտված չեն եւ հիմա կարող եք մի փոքր այսպես անոնս անել։ Նայեք, երևի թե ժամանակը նույնիսկ չի հերիքի, ինչքան ուշագրավ նորություններ, ինչքան մարդիկ, թե պատմական անցյալից, թե ներկա այս պահին, ովքեր բնակվում են, մենք համագործակցում ենք հայկական պետական արխիվի հետ եւ միևնույն ժամանակ տվյալ տարածաշրջանի փորձում ենք պետական արխիվի հետ էլ համագործակցություն ունենք ու նմանատիպ համագործակցություններ բազմաթիվ են մեր կողմից եւ պատկերացնում եք ինչ ծավալուն նյութեր, ինչ ծավալուն ինֆորմացիա է պարունակում այդ արխիվային նյութերու, նույնիսկ մեզ մոտ ավելի շատ ժամանակ անցնում է նախապատրաստական փուլի համար, քան բուն նկարահանումները, որովհետեւ ամիսներ շարունակ մենք այդ նյութերը
փորձում ենք ուղղություններ ձեռք բերենք, ինչ որ մի նոր նյութ վերցնում ենք, դրա հետաքննությունն ենք անում ու այդպես ոնց որ ճյուղավորում է ստանում այդ ամենը, դրանից հետո արդեն կոնկրետ բուն անցնում ենք նկարահանման process-ներին։ Իսկ ինչու եք որոշել սկսել հենց Ֆրանսիայից։ Ինչ հետաքրքիր հետք կա այստեղ։ Շատ լավ, նայեք, Ֆրանսիայից չենք որոշել, որովհետև մենք արդեն իսկ նկարահանումներ հայկական հետքի նախագծի արել ենք։ Վերջերս նորից եղել ենք Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, ուղղակի ժամանակային առումով ավելի կարճ ժամանակ ենք տրամադրել ու ամեն անգամ մեկ անգամ եւս լինելով Ֆրանսիայում հասկանում ենք, որ ծավալները շատ մեծ են, հայկական հետքը ուղղակի անսպառ է եւ որոշում կայացվեց, որ ֆրանսիական մասը ավելի այս պահին կենտրոնանանք եւ երկարաժամկետ նկարահանումներ անենք եւ առիթից օգտվելով ասեմ, որ բացի նրանից, որ դոկումենտալ ֆիլմաշար է նախապատրաստվում ֆրանսիական երկարաժամկետ, միևնույն ժամանակ հայկական հետքը այս նախագիծը իր մեջ ներառում է եռալեզու գիրք, որի վրա արդեն երկար ժամանակ աշխատում ենք, իհարկե գրքի տարբերակը մի քիչ ծավալուն է լինում եւ ավելի երկարաժամկետ կլինի, որովհետեւ ամեն անգամ նոր նյութեր, նոր ուղղություններ բացահայտելով ես ամեն անգամ փոփոխության եմ ենթարկում, ինչ որ նոր նյութ եմ հավելացնում ու ամեն անգամ գրքի տարբերակը մի քիչ երկարում է ու այդպես։ Հիմա հուսանք, որ Ֆրանսիայից վերադառնալուց որոշակի գոնե մաս արդեն իսկ կհանձնեմ հանրության դատին։ Ասացիք, որ համագործակցում եք ազգային արխիվի հետ։ Արդյոք կան այլ համագործակցություններ, օրինակ ֆրանսիական արխիվի հետ։ Այո, կան համագործակցություններ, նույնիսկ մենք նախադեպ ունենք Վատիկանի հետ համագործակցություն, այսպես իհարկե մենք փորձում ենք փուլային համագործակցություն եզրել գտնենք, որովհետև դա որոշակի թղթաբանական եւ բավականին մեծ ծավալուն աշխատանք է պահանջում, իհարկե Հայաստանում հայկական արխիվը մեծ սիրով եւ շատ ինչպես ասեմ, բավականին հաճույքով եւ բավականին այսպես ասեմ պատրաստականության մեզ հետ համագործակցեց ու տրամադրեց այնպիսի նյութեր, որոնք նույնիսկ իմ մտքով այդ պահին չէին անցնում, որ ինչքան ծավալուն, ինչքան ուղղություններ ունենք, որ ամեն անգամ ինձ մոտ ես նյութերը նայելով հասկանում եմ, որ այդ ամենը անսպառ է եւ հնարավոր է տարիներ դեռ մենք նյութեր ունենանք ու նոր ուղղություններ, նոր բացահայտումներ անենք, այսպես։ Իսկապես աշխատանքը բավականին ծավալուն է եւ վավերագրական ֆիլմ եւ եռալեզու գիրք։ Քանի մարդ է ներգրավված այս ստեղծագործական process-ում, որովհետեւ կարծես թե սա 1-2 հոգու աշխատանքի արդյունք չի կարող լինել։ Կզարմանաք, բայց մեր թիմը այդքան էլ մեծ չէ, ուղղակի մեզ մոտ ովքեր աշխատում են, բոլորը նվիրյալներ են ու այդ ամենը արդեն իսկ եթե սկիզբը վերադառնամ հայկական հետքից առաջ աշխարհը ոտքի տակ նախագծին արդեն իսկ երևի թե մոտ 18 տարի է 18 տարի է եւ կարելի է ասել հիմնական կորիզը ամփոփող է եղել ու բոլորը նվիրյալներ են իրենց գործին դրա արդյունքում ծնվում է այս նախագիծը Իսկ ինչ եք կարծում, կարծեք ձեր պլաններում թեկուզ, որ այս նախագիծը նոր շունչ կբերի սկզբի համար հայ-ֆրանսիական հարաբերություններին, իսկ հետո արդեն բոլոր այն երկրների հետ հարաբերություններին, որտեղ որ կիրականացնեք հայկական հետքի որոնումները։ Ես կարծում եմ դուք ճիշտ նկատեցիք, դա մի կարևոր նորովի հարաբերությունների ամրապնդում կլինի, որովհետև մենք էլի փորձում ենք համագործակցությունների նոր եզրեր գտնել, նույնիսկ բանակցության փուլում է գտնվում Ֆրանսիայի մշակույթի նախարարության հետ ենք բանակցում, Հայաստանում կա մի կառույց, որը կոչվում է
ֆրանսիական տուն, որը նորից զբաղվում է հայ-ֆրանսիական մշակութային հարաբերությունների, դա երևի թե գրքի շրջանակներում կլինի այդ համագործակցությունը։ Իհարկե մենք բազմապրոֆիլ համագործակցությունների եզրեր ենք ամեն անգամ փնտրում, որ ավելի ամրապնդենք փոխադարձ հարաբերությունները տվյալ տարածաշրջանի, տվյալ քաղաքի հետ։ Իսկ ինչպես եք ժամանակի մեջ կարողանում համադրել ֆիլմաշարը, գրքի աշխատանքները նախապատրաստական, ինչպես նաև, եթե չեմ սխալվում, լուսանկարչական ցուցահանդես եք կազմակերպելու։ Լուսանկարչական ցուցահանդեսի մասին մի փոքր մանրամասնեմ։ Նայեք, ժամանակի ընթացքում ինձ հետ իմ լավ ընկերը Արտաշես Մարտիրոսյանը, որը միևնույն ժամանակ համ օպերատորը եւ լուսանկարիչն է, ամեն անգամ տարիներ շարունակ մենք տարբեր քաղաքներում, տարբեր տարածաշրջաններով լինելով բազմաթիվ արխիվային նյութեր են հավաքվում ու ամեն անգամ արխիվային նյութերը մեկ անգամ եւս աչքի անցկացնելով հասկանում ենք, որ դա ուղղակի պարտադիր պայման էր ցուցահանդես կազմակերպելը, որովհետև նյութերը շատ էին։ Ու դրանից ոչ թե հակառակից ստեղծվեց, մենք որոշեցինք ցուցահանդես եւ սկսեցինք նյութեր հավաքել, այլ ուղղակի նյութերը այնքան շատ էին, այնքան շատ ու լավ լուսանկարներ ունեինք, որ ուղղակի արդեն մտածեցինք, որ անիմաստ կլինի, որ ցուցահանդես չունենանք։ Այսպես հակառակից եղավ ցուցահանդեսը։ Ու կարծում եմ բավականին հաջողված կլինի, իհարկե կդատի հանդիսատեսը, բայց կարծում եմ բավականին հաջողված ու հետաքրքիր կադրեր ունենք։ Երբ է նախատեսվում, որ կտեսնենք ֆիլմաշարը եւ արդյոք այս նախապատրաստական ընթացքում դուք հայտնաբերել եք, գտել եք մի հայկական հետք, ում անունը, մարդու մասին եմ ասում, ում անունը մենք լսել ենք, բայց երբևէ չենք իմացել, որ ունի հայկական արմատներ։ Այսպես ասեմ, տես տարբերակներ շատ ունենք, ուղղակի ես միշտ սիրում եմ ֆիլմի ընթացքում այդ ամենի բացահայտում անեմ։ Չեք ուզում հիմա գաղտնիքներ բացահայտել։ Ֆիլմի ընթացքում բացահայտում անեմ, ի ժամկետների մասով, գիտեք ինչ, ժամկետների մասով մի քիչ կդժվարանամ, որովհետև մի բան պլանավորում եմ, մի բան պլանավորում եմ ժամկետները միշտ փոփոխության է ենթարկվում, որովհետև ստեղծագործական աշխատանքը այնպես չի, որ միայն հաշվարկներ են։ Բնականաբար մենք որոշակի ժամանակացույց, որոշակի ընթացք պատկերացնում ենք, բայց ուղղակի այդ ընթացքը հնարավոր է մի քիչ փոփոխական լինի, դրա համար ես ժամկետներ այդպես փորձում եմ ավելի ոնց կստացվի այդ ընթացքը, ստեղծագործական ընդհանուր աշխատանքները կլինեն այսպես։ Հուսանք, որ մենք եւ մեր հեռուստադիտողը շուտ կտեսնենք արդյունքը, ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ այս նախապատրաստական փուլում, իսկ հետո արդեն ստեղծագործական բուն ընթացքի մեջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Գեորգի Ասատրյանը, իսկ մենք հիմա միասին կգնանք երաժշտություն լսելու։